Եվ չկարծեք, թե Նիկոլ Փաշինյանի իշխանության ծանր վիճակը, իսկապես ծանր վիճակում է, բերելու է ավտոմատ փոփոխությունների կամ իշխանության փլուզման, չկա դες բան։ Նման բան կարող է լինել, եթե ստեղծվի արդյունավետ ընդդիմադիր հարթակ, որը 4-5 սկզբունքային հարցի պատասխան կտա իր այլընտրանքային ծրագրերով, այդ հարցերը 4-ն են 5-ն են։ Մասնավորապես վերաբերում են երկրի անվտանգության հեռանկարներին, վերաբերվում են արտաքին քաղաքականության կարևոր սկզբունքներին, վերաբերվում են այն հարցերին, թե ինչպես հաղթահարել տնտեսության մոնոպոլացումն ու օլիգարխացումը, վերաբերվում են տնտեսության առաջնահերթ ճյուղերի զարգացմանը, վերաբերվում են երկրի կառավարման համակարգին։ Ես էլ ասեմ, որ չասեն անդադ խոսում եք հարցերից, բայց այդ սկզբունքային հարցերը չեք նշում։ Այս 4-5 հարցի Ուրեմն դիմությունը, դրա համար ասեցի այլընտրանքային օրակարգ պիտի դիմություն առաջարկի։ Ոչ թե մենք պիտի նստենք, ամեն անգամ սպասենք ինչ տխմարություն դուրս կտա Փաշինյանը, որպեսզի դրան հակադարձելով դիմադրություն կազմակերպենք, որովհետև տեսեք, երբ որ նա ինչ-որ օրակարգ է հրապարակայնացնում, արդեն մի 2-3 այլ հաշված է լինում։ Ու քո արձագանքը այդ օրակարգին օբյեկտիվորեն շատ խոցելի ալնում, որովհետև դու միջև մի քայլ անում ես, ինքը երկրորդ, երրորդ անում։ Այդ դրա համար էլ այսօր ծաղրել է բոլորիս։ Այդ Կրեմլի մասին անեկդոտը պատմելով։ Հիմա այս 4-5 հարցերին պիտի պատասխանի այդ նոր որակին դիմությունը, փորձի դիալոգի դուրս գալ հասարակության հետ։ Եկեղեցին ունի այլևս Սա եկեղեցին էլ կգամ։ Եվ փորձի դրա շուրջ կոնսոլիդացնել ուրեմն հասարակությանը։ Հիմա եկեղեցուն գամ։ Ունի արդյոք եկեղեցին ռեֆորմների կարիք։ Անհրաժեշտ միանշանակորեն այո։ Բայց պիտի այս հարցում պատասխանեմ առաջին նախագահի շատ դիպուկ ձևակերպով։ Եկեղեցին մեր ազգային ինքնության կարևոր բաղադրիչն է։ Իհարկե ես որպես պատմաբան, որպես քաղաքագետ, որպես մարդ, որը հայոց պատմության նորագույն շրջանի մասնագետ է, մտերմիկ հարազատ միջավայրում հայ-առաքելական եկեղեցու բարձրաշան սպասավորների հետ արքեպիսկոպոսներ, եպիսկոպոսներ քննարկել եմ իմ պատկերացումները եկեղեցու հնարավոր բարեփոխումների մասին, բայց շատ զգույշ, որտեղ դա իմ գործը չի, շատ նրբանկատ ու կարող եք համարել առաջարկությունների ձևով, բայց եկեղեցու ռեֆորմի հարցը ոչ հասարակության, ոչ պետության, ոչ քաղաքական ուժերի գործը չի, դա այդ հարցի պատասխանը պետք է գտնեն եկեղեցում։ Վստահ եմ, որ իրենք էլ ինչ-որ բաների շուրջ մտորումների մեջ են, վստահ եմ, որ ինչ-որ քայլեր կարվեն, այդ քայլերը դուք մի պատկերացրեք, որ անպայման պիտի հանդիպակալ ձև շատ սուր պատասխան տրվի Նիկոլ Փաշինյանի։ Պատասխանը կարող է ասիմետրիկ տրվել։ Ոնց որ ես ասում եմ, որ մենք որպես հասարակություն, որպես քաղաքական համակարգ պիտի ասիմետրիկ պատասխան տանք այլընտրանքային օրակարգ զարգացնելով, նույնը կարող է անել եկեղեցին։ Դուք մի պատկերացրեք, որոշ մեր ընդդիմադիր գործիչներ անպայման բանադրանքներից, նզովքներից եւ այլնից են խոսում։ Դուք մի պատկերացրեք, որ դա ամենաարդյունավետ ճանապարհն է ու պարտադիր եկեղեցին Նիկոլ Փաշինյանին հակադրվելով պիտի պարտադիր գնա նման ծայրահեղ մեթոդների։ Պատասխանը կարող է ասիմետրիկ լինել, պատասխանը կարող է լինել այն հարթության վրա, որտեղ Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես խաղաթուղթ չունի եւ չի պատկերացնում, որ նման տեղից պատասխան կարող է ստանալ։ Եկեք եկեղեցու մեջ մեր գործերի մեջ մեր քիթը քիչ խոթենք։ Այդ դիտողությունը վերաբերվում է նաև ունի նաև արդեն այլևս պետության խարխլման եւ թրքացման։ Հասկացա, բայց մենք մեր առաքելությունը կատարենք քաղաքական օրակարգի ձևավորման իմաստով հասարակությանը կոնսոլիդացնելու եկեղեցին իր անելիք անշուշտ կանի։